ունենք տարեկան մոտ 70 միլիոն դոլարի թռչնի մսի, մյուս մսերի թռչնի մսի ներմուծում։ Դուք պատկերացնում եք Հայաստանի գյուղերը ամբողջությամբ դատարկում են, Հայաստանը գնում է աշխարհի ծայրից թռչնի միսը բերում։ Բոլոր ուղղություններով, ներմուծման մեջ բոլոր ուղղություններով մեր երկիրը կարող է արտադրություններ ստեղծել։ Իսկ ով է ստեղծելու այդ արտադրությունները։ Հիմա կասեք պետությունը լավ կառավարիչ չի։ Ես էլ եմ ասել, որ պետությունը լավ կառավարիչ չի։ Բոլորս գիտենք։ Պետությունը չի կարող նստել սպասել ներդրողը գա, դա անի։ Պետությունը պետք է արդյունաբերական քաղաքականության մեջ մի կարևոր քայլ անի։ Աշխարհում կա արդյունաբերության հեգեմոն երկիր։ Այս պահին այդ հեգեմոն երկիրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն է։ Չինաստանը աշխարհի արդյունաբերության նշանակալի մասն է կազմում եւ ամենադինամիկ զարգացող արդյունաբերական երկիրն է։ Ինչ է տալու մեզ Չինաստանի հետ համագործակցությունը արդյունաբերության մեջ։ Չինաստանում կա արտահանման ընկերություն, որը ֆինանսավորում է իր բոլոր գործարաններին, ովքեր օրինակ դու գործարան ես ուզում ստեղծես քո երկրում։ Եթե չինական սարքավորումներով գործարան է ստեղծում, Չինաստանի արտահանման ընկերությունը ֆինանսավորում է շատ էժան գնով 70%-ը։ 70%-ը Չինաստանի արտահանման ընկերությունը ֆինանսավորում է, եթե դու օրինակ նավթավերամշակման գործարան եք ուզում, կամ պղնձամոլեբդենայինի հիմքի վրա պղնձի վերամշակման գործարան եք ուզում, 70%-ը ֆինանսավորում է։ Եթե օրինակ պղնձի վերամշակումը հաշվենք 250 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջե, մենք հասկանում ենք, որ 30%-ը այս բյուջեի կլինի մոտարապես 80-ի կարգի, 80-82 միլիոն։ Հայաստանում շատ քիչ բիզնեսմեն կա, որ 80 միլիոն կկարողանա ներդնի։ 4-5 հոգի են, որից երևի 2 հոգի կանոնավորված։ Ու այդ պատճառով մեր երկրում, եթե մենակ մի գործարանի մասին խոսեինք, կասեինք լավ, մի գործարանի համար ներդրող կգտնենք, բայց մենք անելու ենք տասնյակ, իսկ ինչ է անելու պետությունը այստեղ։ Օրինակ 80 միլիոն ներդրման մոտավորապես 80 միլիոն ներդրման պարագայում։ Մեր պետությունը, որը 30%-ն է ներդրման։ Պետությունը վճարելու է, տալու է, աջակցելու է 15%-ը, իսկ ներդրողից պահանջելու է ևս ներդրում 15%-ը։ Առաջի հայացքից դուք տեսնում եք 40 միլիոն ներդրողը կարող է դնել, նա գիտի, որ պետությունը ևս 40-ի հետ դնում է եւ չինական արտահանման ընկերությունից, արտահանման ֆոնդերից ստանում է ֆինանսավորում։ Ինչ է սա տալու։ Պետությունը, հիմա կասեք պետության փողերը տանում ես բիզնեսներին ես տալիս։ Ոնց է պետությունը հետ բերելու այս գումարը։ 15% ներդրում անելուց հետո 15% ընդամենը ներդրում անելով, պետությունը բերում է 100% ներդրում իր երկիր։ Կարողացա։ Այսինքն, պետությունը աջակցում է 15%-ով, մյուս 15-ը ներդրում է ներդրողը, 70%-ը տալիս է Չինաստանի արտահանման ընկերությունը, որպես վարկ։ Դու 15% քո բյուջեից տալիս ես, բերում ես 100% ներդրում։ 40 միլիոն տալիս ես, բերում ես 250 միլիոն ներդրում։ Դա որպեսզի հասկանաք, մի ամբողջ քաղաք, եկեք ասենք, Հրազդան քաղաքի տոտալ գործազրկության հարցը լուծում է։ Հրազդան քաղաքում պարակ մարդ չի լինելու այս պարագայում։ Այստեղ հարց, 40 միլիոն պետությունը դրեց, Նարեկ ջան, ո՞նց է այդ գումարը հետ ստանալու։ Պատասխան։ Արդյունաբերության մեջ ներդրված գումարի 13-ից 15%-ը հարկերով հետ է գալիս։ Այսինքն, եթե 13% արդյունաբերության մեջ ներդրման հարկերով հետ է գալիս, դու դնում ես 15% պետություն, պետությունը ներդրում է 15%, բերում է 100% ներդրում, բայց իր դրած 15%-ից է 13%-ը հարկերով հետ է ստանում։ Դա միջինացված փորձագետների տվյալներն են։ Այսինքն, դու ունենում ես ընդամենը 2% ծախս
100% ներդրում բերելով քո երկիր։ Շարունակենք մյուս ուղղությունները։ Բոլոր մյուս գործարանները մեր երկրում, որը պետք է կառուցվի, կկառուցվի նույն տրամաբանության մեջ։ Չինաստանի արտահանման ներդրումային ֆոնդը վճարելու է, ֆինանսավորելու է 70%-ը, 15%-ը վճարելու է ներդրողը, կլինի հայ, կլինի օտարերկրյա, ում համար դա շատ լավ պայման է։ 15%-ը կվճարի պետությունը, 1-2 տարվա ընթացքում հարկերով հետ կստանա։ Պետությունը բան չի կորցնում։ Համարյա 0 ներդրումով $250 միլիոն ներդրում է բերում երկիր։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները անցած տարի 140-ը չեն անցել։ Այս մի վարժությունով մենք ուղղակի օտարերկրյա ուղղակի ներդրումների համարյա 2 անգամի չափ ներդրում ենք բերում։ Սա լինելու է տասնյակ վարժություններ են լինելու։ Հարյուրավոր ամեն քաղաքում մենք ունենալու ենք զարգացման ծրագիր։ Դա դժվար գործ է, բայց այդ քայլերը կան, մենք այդ փորձը ունենք ու դա բերելու է գործազրկության հաղթարման։ Երկրորդ կետը, որի մասին կուզեի խոսել, փոքր բիզնեսն է։ Փոքր բիզնեսը Հայաստանում մոտարապես 69,000 ընկերություն փոքր շրջանառության հարկով են հարկվում փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որպեսզի հասկանաք ինչ կարգի անտրամաբանական իրավիճակ է Հայաստանում այս պահին։ Վերջի 2 տարում փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկվել է, 5%-ից դարձել է 10%։ Հայաստանում 69,000 տնտեսվարող շրջանառության հարկով է հարկվում, 27,000-ը միջին եւ մեծ բիզնես է։ 69,000-ը վճարում է մեր հարկերի ընդամենը 2%։ Մեր բյուջեի ընդամենը 2%-ը վճարում է մեր ընկերությունների 70%-ը։ Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, շրջհարկից, որպեսզի հնարավորություն տանք նա զարգանա։ Ինչու ենք սա ասում։ Ինչու ենք սա ասում, որովհետև անցած տարի մենակ մի տարվա ընթացքում մենք կորցրել ենք 3000 փոքր ընկերություն։ Հարկերը կրկնապատկվել են եւ 3000 փոքր ընկերություն կորցրել ենք մենք։ Ովքեր են լինելու շահառուները։ Գեղեցկության սրահներ, հարկերը լինելու են 0%։ Հացի քուռեր, հարկերը լինելու են 0%։ Փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու է 0%։ Երբ որ փողոցով քայլեք, բոլոր ձեռնարկությունները, փոքր արտադրությունները, փոքր խանութները, ինչ տեսնեք, այս փոփոխության արդյունքում իրենց հարկերը լինելու են 0%։ Միակ բանը, որ մենք խնդրում ենք, միակ բանը, որի վրա աշխատելու ենք, դա որպեսզի միջին բիզնեսը չփորձի իրեն բաժանել, դառնալ փոքր բիզնես։ Դա արդեն վարչարության խնդիր է, բայց միակ թեթև խնդիրը դրանում է կայանում։ Մենք մյուս ուղղություններով մասսայական հաջողություններ են գրանցելու։ Մեր ծրագրավորած այս քայլերով տարեկան 2-ից 3,000 նոր ընկերություն է բացվելու Հայաստանում։ Վերցրեք, աշխատատեղ ստեղծեք, գործի տեղ ստեղծեք։ Մենք պետք է փոքր բիզնեսին ասենք, մեծացեք, ոչ մի հարկային չի գալու քո մոտ։ Դու մինչև միջին բիզնես չդառնաս, քեզ մոռանալու են։ ՀՏՄ խփիր, չխփիր, մոռանալու են այս ամեն ինչը, որովհետև ձեր վրա հարկայինը ամբողջ պոտենցիալով այսքան աշխատում է, ընդամենը հարկերի բյուջեի 2%-ն է հավաքում։ Այդ 2%-ը ես ձեզ վստահեցնում եմ, 2-ից 3 կգտնենք մենք ուրիշ տեղեր, 2 չեն գտնի, 3 չեն գտնի, տասնյակ տոկոսներ։ Միջազգային առևտրով մենք կբերենք մեր երկիր այդ տոկոսները։ Մենք փոքր բիզնեսին հարկելու կարիք չունենք։
Ունենք այստեղ, ես գիտեմ, մինչև ես խոսացել էինք, մեր հյուրերից մեկը օրինակ պատմեց, որ դուք ունեիք արտադրամաս լավաշի ասեմ հացի փուռ ուներ ու փակեց անցած տարի հարկի ավելացման պատճառով հարկերը շրջանառության հարկը 5%-ից դարձել է 10%, որպեսզի հասկանաք, մարդը եթե 20% շահույթ ունի, կեսը տալիս է հարկ, 50% հարկ է տալիս։ Չի կարող մարդը այդ պարագայում իր համար ապահովել նորմալ տնտեսական վիճակ։ Սա հեղափոխական փոփոխություն է։ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մոռանա, որ իր մոտ գալու է հարկայինը, գալու է քնչականը, գալու է ԱԱԾ-ը, չգիտեմ, Բերդ Պարային համույթը, ոչ մեկ, մոռացեք։ Դուք պետք է կենտրոնանաք գումար աշխատելու բարեկեցությունը ձեր մեծացնելու մեջ։ Դա է ձեր ճանապարհը, դա է մեր բոլորիս ճանապարհը, որպեսզի կարողանաք հաջողության հասնեք, հենց դառնաք միջին բիզնես, կսկսեք հարկեր վճարել, ոնց որ բոլորը։ Մենք ժամանակի ընթացքում, այս 3-4 ամսվա ընթացքում կներկայացնենք մեր հասարակությանը, բոլոր շերտերին, թե ովքեր են ազատվելու հարկերից։ Բոլորը պետք է իմանան ու օգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի զբաղվեն ձեռներեցությամբ։ Մենք պետք է լինենք ձեռներեցների երկիր եւ ստեղծարար երկիր։ Երրորդ քայլը